2014 թվականի բյուջեն իրատեսական է։ Անցած տարիների բյուջեների կատարողականները վերլուծելով վստահեցնում է հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը։ Եվ հավաքագրումների ցուցանիշները եւ մնացած բոլոր ուրեմն հոդվածները Հաջորդ տարվա պետական բյուջեն լուրջ խոչընդոտներ է առաջացնելու եկամուտների հավաքագրման եւ իրացման համար։ Վստահ է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա, սա է պատճառը, որ կուսակցությունը դեմ է քվեարկել բյուջեին։ Ֆոնը նեգատիվ է, այս փուլի պայմաններում եւ ներդրումները արմատական կրճատվել են։ Նախախորհրդանի անդամ Հրանուշ Խարատյանի համար իշխանությունների սուտ խոսելը նորմա է դարձել։ Տիկին Խարատյանի կարծիքով հասարակությունը հստակեցնում է իր ճնշումները իշխանությունների վրա, սակայն նրանք արհամարում են քաղաքացիներին։ Բարձրագույն անձած ստերի շարքը այնքան շատ է, որ ես երբեմն մտածում եմ, արդյոք սեպտեմբերի 3-ին մեր նախագահը սուտ չի ասել, որ ինքը մաքսային միությանը մտադիր է երկերը տանելու։ Հայաստանում իշխանությունը պահպանվում է բացառապես արտաքին ազդակների շնորհիվ, կարծում է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Այս երկուսի արդյունքում էր, աջակցության արդյունքում էր, որ իշխանությունը կարողացավ իշխանությունը պահել այս տարիների ընթացքում։ Փաստաբան Գևորգ Դավթյանը մեր իրավական համակարգը գնահատում է մեկ բառով՝ բեսպրեդել։ Իր բնորոշման վառ ապացույցը նա համարում է Վճռաբեկ դատարանի գործունեությունը։ Մինչդեռ դատարանները անձի խնդիրների հանգուցալուծման վերջին կետը պետք է լինեն։ Օրենք կա, օրենքը եղած վիճակում, եթե օրենքը գործի որպես այդպեսին, օրենքը շատ նորմալ է։ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու։ Այսօր այս մասին հայտնեց պատմամշակութային արգելոց թանգարան ՊԱՕԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։ Սրճարանը լինելու է տաճարի հարևանությամբ գտնվող Բաղնիքի վերևում։ Սրճարանի համար արդեն տրամադրված է 37 քառակուսի մետր տարածք։ Ես սա նախատեսում եմ երեկոյան միջոցառումների անցկացման եւ այցելուների սպասարկման համար։ Բրազիլիայում անցկացրած գիմնազիադայում մեծ ուշադրություն է դարձվել գենդերային հիմնախնդրին։ Այդ մասին այսօր տեղեկացրեց մեր պատվիրակության ղեկավար, կրթության եւ գիտության նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը։ Իսկ որքանով է Հայաստանը հաշվի առել այդ հանգամանքը։ Բրազիլիան քանի աղջիկ եք տարել։ Բրազիլիա աղջիկ չեն տարել։ Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPFE+ հաղորդումը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզում մասնակցել է Մոնսերատ Կաբալիեի Հայաստան եւ Արցախ քրիստոնեության կղզյակ ալբոմի շնորհանդեսին։ Ամերիկյան հազարամյակների մարտահրավերներ կորպորացիան կատարել է իր ընտրությունը եւ աջակցություն կտրամադրի Աֆրիկյան Լեսոտո հանրապետությանը, որը հաջողությամբ կատարել է իր նախորդ պարտավորությունները։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ կորպորացիա դիմելու հնարավորության մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իր կուսակցության օրակարգում վարչապետի փոփոխության խնդիր չկա, չնայած կառավարությունը չի ապահովել 7%-անոց տնտեսական աճը, հենց այդ խնդիրն էր տարեսկզբին կառավարության առջև դրել հանրապետության նախագահը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական բոլոր փողոցները լիարժեք անցանելի են։ Հիշեցնեմ, որ խոսքը Երևանի քաղաքապետարանի մասին է։ Անկարան Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլի նախապատրաստման ընթացքում է եւ այդ նպատակով մտադիր է քայլեր ձեռնարկել։ Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան այցին, հայտարարել է ստամբուլյան Ակոս թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Էշթոնը երկուշաբթի օրը կքննարկեն Ուկրաինայի խնդիրը։ Այսօր Կիևի Մայդանում հարաբերական անդոր էր։ Օրվա լրահոսը։ Եվրամիությունը եւ Ուկրաինան կվերսկսեն բանակցությունները առանց Ռուսաստանի Կիևի կենտրոնում շուրջ 3 շաբաթ ընթացող ցույցերը Ուկրաինայի իշխանություններին ստիպեցին հայտարարել շուտով կստորագրվի ասոցիացիան համաձայնագիրը։ Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության առաջարկել է նստել կլոր սեղանի շուրջ եւ միասին դուրս գալ ճգնաժամից։ Ուկրաինան նաեւ մեկնարկել է Եվրամիության ճանապարհային քարտեզի ստեղծման աշխատանքները, որպես փոխհատուցում տեղի կառավարությունը Եվրամիությունից պահանջում է 20 միլիարդ եվրո։ Մինչ դեկտեմբերի 2-ին Կիևում 5 մետրոնոց բարիկադներ էին կառուցում, Երևանում 1000-ից ավելի քաղաքացիներ երթով պահանջեցին ոչ ասել մաքսային միությանը, սակայն հանդիպելով ոստիկանական ուժին ակցիան դադարեցվեց։ Ինչու Հայաստանը չգնաց Ուկրաինայի ճանապարհով։ Հանրության շահերը պաշտպանող խմբեր առաջ են քաշում ինչ-որ հարցեր, այդ հարցերի կողքը չեն կանգնում կուսակցությունները, չեն կանգնում մեծ հաշվով գերտերությունները։ Առանց բողոք կազմակերպող կայացած ինստիտուտներ ունենալու
հնարավոր չէ ուրեմն ունենալ Եվրոմայդանի նման մի բան։ Պարոն Վարդանյանը նաև հիշեցնում է, Եվրամիությունը սկսեց աջակցել ցուցարարներին, այն բանից հետո երբ նրանք իրենց նկատմամբ ուժի կիրառմանը պատասխանեցին ավելի հզոր ընդվզմամբ, ինչը չեղավ Հայաստանում։ Միաժամանակ Վերլուծաբանը մեր ժողովրդի ընդվզման համար մի շարք նախադրաններ է տեսնում։ Կա ցանկություն իրավիճակից դուրս գալու, որոշակի փորձել նաև կա։ Մինչ Հայաստանում մտածում են Մաքսային միության անդամակցությունը կանխելու ուղղությամբ, Կիևի կենտրոնում բողոքի ցույցերը շարունակվում են։ 5 մետրոնոց բարիկադների ետևում վրանային քաղաք է ստեղծվել։ Ցուցարարները պահանջում են Յանուկովիչի եւ կառավարության հրաժարականը։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարական տալ այս տարվա սկզբին Սերժ Սարգսյանի պահանջած 7% տնտեսական աճը չապահովելու համար։ 7% տնտեսական աճ ապահովելը դա քաղաքական թիրախ է։ Ֆինանսների նախարարն էլ գիտի, որ 7% տնտեսական աճ չկա, հիմա կառավարությունը միայն պետք է պարզի, թե ինչու։ Դա արդյոք կառավարությունը իրականացրել է առավելագույնը թե ոչ։ Գուցե այդ կառավարությանը քննադատելու համար կամ հրաժարական պահանջելու համար մեծ խիզախություն այսօր պետք չէ։ Ըստ Արմեն Աշոտյանի, եթե Սերժ Սարգսյանը հարկամարի անդրադառնալ կառավարության հրաժարականին 7% տնտեսական աճ չապահովելու համար կանդրադառնա։ Քանի որ այդպեսի գործընթաց դեռևս չկա, վայելեք հայրենի կառավարության աշխատանքները։ Ընդդիմադիր падգամավոր Արամ Մանուկյանին ծիծաղելի է թվում նախարարների ինքնապաշտպանությունը, բայց ամեն ինչ ավելի լուրջ է։ Էսեն բանը չգիտես խնդած թե լաս։ Պարոն Մանուկյանը կառավարության ուշադրությունն է հրավիրում արտագաղթի թվերին 240,000 մարդ, տնտեսական աճ ապահովողներն են գնացել։ Պատկերացրեք 240,000 մարդ ինչքան շաքար կուտեր, սիգարետ կծխեր, հաց կուտեր, հոսանք կվառեր, գազ կվառեր։ Հիշեցնենք, որ տարվա սկզբին Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի առաջ պայման էր դրել, եթե կառավարությունն այս տարի չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա։ Բյուջեի քննարկումների ժամանակ հայտնի դարձավ, որ առավելագույնը կապահովի մոտ 6%-ը։ Երևանից դեպի մարզեր մի քանի երթուղիների մրցույթն այսօր անցավ առանց մրցակցության։ Հյուսիսային ավտոկայանում մեկնարկած մրցույթում յուրաքանչյուր երթուղու համար ներկայացվել էր ընդամենը 1 հայտ։ Տարբեր հանգամանքների հետ կապված ներդրումների, օրահոսքի, տարբեր տիպի անկում։ Իշ շրջանառվող լուրերի համաձայն մրցակցություն չկա, քանի որ բոլորին է հայտնի, թե որ երթուղին, որ պաշտոնյային կամ նրա ազգականին է պատկանում։ Մենք այդպիսի բաներ չգիտենք, թե երթուղին ում է պատկանում։ Եվ ընդհանրապես մեզ հետաքրքիր չի հանձնարարող միջգերատեսչական հանձնարարողը գալիս է գնահատում է մեր մոտ երևում են միայն կազմակերպություն։ Անուշավան Նիկողոսյանը հայտ է ներկայացրել Երևան-Ստեփանավան երթուղին սպասարկելու համար։ Նա համոզված է օբյեկտիվ գնահատման դեպքում ինքը կհաղթի եւ սակագնի փոփոխություն չի իրականացնի։ Ստեփանավան քաղաքում այլ, այսինքն իմ պայմանները ունեցող կազմակերպություն չկա, որ ունենա սեփական արտադրական բազա եւ նոր տրանսպորտային միջոցներ։ Անդավ ընկերության տնօրենը առաջին անգամ չէ, որ մասնակցում է երթուղիների մրցույթին, սակայն միշտ էլ մրցակիցներ է ունեցել եւ պարտվել։ Անդրանիկ Մանուկյանի օրոք է դա եղել, ավելի սուբյեկտիվ է ամեն ինչ, այն ժամանակ գնահատվել, իսկ այսօրվա պահով իհարկե չեմ կարող ոչինչ դեռևս ասել։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթվա ընթացքում գործող օրենսդրության համաձայն մեկ թեկնածուի առկայությունը դեռ չի նշանակում, որ նա է հաղթելու։ Եթե ընկերություններից ոչ ոք չհամապատասխանի պահանջվող չափանիշներին, ապա 45 օր հետո կհայտարարվի նոր մրցույթ։ Ես չեմ ուզում ստեից ոչ միտեղ գնալ։ Ես չեմ անում, ինչ եմ անելու։ 60 անօթևան ամանորը կդիմավորի Բարթաշենի Հանս Քրիստիան Կոֆո այդ բարեգործական հիմնադրամի կացարանում։ Այս փաստից նրանք շատ տխուր են, սակայն ստիպված են հաշտվել այն որոշման հետ, որ 2014 թվականի հունվարից առաջին տուն ինտերնատի անօթևանների կացարանը չի գործելու։ Մարդիկ հաշվանդամ, հիվանդ չեն ցանկանում ստեղից գնան։ Նելինով չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ կույր է եւ ապրում է տուն ինտերնատում։ Նրա մայրը ապրում է կացարանի հարևանությամբ գտնվող ծերանոցում եւ պարբերաբար այցելում աղջկան։ Իսկ այսօր կույր աղջիկն ու ծեր մայրը կանգնել են բաժանման փաստի առաջ։ Կացարանից տեղափոխման հետ չեն կարողանում հաշտվել նաեւ մյուս անօթևանները։ Այնտեղ ասում են 3 ամսով է, այս 3 ամսով մենք ուր գնանք։ Տարբեր տարիքի եւ սերիայից մարդիկ անօթևանների կացարանում հայտնվելու իրենց դաժան պատմություն ունեն։ Ինտերնատի օթևանի բաժնի վարիչ Հայկ Պողոսյանը այս օրերին անհատապես խոսում է բոլոր շահառուների հետ եւ հուսադրում նրանց։ Աշխատում ենք այս մարդկանց տրամադրենք, որ մի ընկճվեք, մի վհատվեք, լավ կլինի։ Կացարանի չգործելու փաստով նաև մտահոգված են 23 աշխատակիցները, իսկ ինտերնատի տնօրեն Արմեն Գյուրջյանը վստահեցնում է, որ նրանք չեն համալրի գործազուրկների շարքը։ Աշխատակիցների 70-80% արդեն տեղավորվել է աշխատանքի մեր տուն ինտերնատում ազատ հաստիկների վրա, մնացածներ կտեղափոխվեն, արդեն կա համաձայնություն, որ կգնան այնտեղ կաշխատեն։ Անօթևանների կացարանում քաղաքացիները կարող են ապրել 60 օր։ Այս ընթացքում տնօրինությունը փորձում է նրանց համար աշխատանք գտնել ու լուծել բնակարանային խնդիրները։ Ժամկետը լրանալուց հետո նույն
նույն անձինք օրեր անց վերադառնում են։ Արդյունքում կացանում տարիներով բնակվող մարդիկ կան։ Թբիլիսին մայրաքաղաք է կարծես ի հեճուկս Երևանի, այստեղ էլիտար թաղամասերը կառուցում են առանցին շինությունները ոչնչացնելու։ Այդպիսին է հայկական Հավլաբարի դիմացի թաղամասը, որտեղ գտնվում են միջազգային կազմակերպությունների գրասենյակներն ու դեսպանատան աշխատողների բնակարանները։ Նախկին բնակիչներին պարզապես տեղափոխել են։ Քաղաքային իշխանությունները պահպանել են քաղաքի ճոպանուղին, որտեղից հատկապես գիշերը գեղեցիկ համայնապատկեր է բացվում։ Ընդլայնվել են քաղաքի այգիները, եկեղեցիները կանգնած են բնակելի շենքերի արանքում եւ քաղաքում հարց չկա քանդել այդ շենքերը եկեղեցիների տեսադաշտը բացելու համար։ Քաղաքի գրեթե ցանկացած կտուրիստ ծիկրակում է քրիստոնեական խաչն ու ազգային դրոշը։ Գրեթե ցանկացած վրացի անտարբեր չի անցնում քրիստոնեական կառույցների կողքով, պարտադիր խաչակնքվում է։ Քաղաքի ամենայն դեպս կենտրոնական հատվածում մուրացկանների չես հանդիպի։ Ամենատեսարժան վայրերից մեկը նախագահի պալատն է, Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի եւ Վաշինգտոնի Սպիտակ տան համադրումով։ Պալատն այսօր դատարկ է Սահակաշվիլիի հեռանալուց հետո։ Դեռ Սահակաշվիլիի օրոք պալատի դիմացի բարձունքին իր պատասխան պալատը կառուցեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը հավակնում էր քաղաքական արենայից հեռացնել Սահակաշվիլիին։ Ամեն օր այս բարձունքի հետևում է մայր մտնում Թբիլիսիի արևը, հենց այդպես էլ վարվեց Միխայել Սահակաշվիլիի հետ Բիձինա Իվանիշվիլին։ Նա պարզապես անջատեց պալատի արտաքին լուսավորությունը, քանի դեռ Սահակաշվիլին ներսում էր։ Վերջինս հեռացավ, լույսը վերադարձավ, սակայն ամերիկյան ամեն ինչ չէ, որ հեռացել է նախկին նախագահի հետ։ Թբիլիսիի կանգառները չեն խաբում ուղևորներին, այստեղ հասարակական տրանսպորտը ժամանում է ըստ չվացուցակի։ Քաղաքն ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազելներից, սակայն ոչ երթուղային տաքսիներից, դրանք ժամանակակից գերմանական ուղևորատար մեքենաներ են, որոնց մեջ մարդիկ չեն խցկվում, պարզապես մտնում են ու նստում։ Երևանի հետ փոքրիկ հարազատություն է առաջանում, երբ տեսնում ես, որ վարորդներն այնքան էլ կանգառին չեն մոտենում, կանգնում են որտեղ պատահի։ Ի դեպի տարբերություն Երևանի, Թբիլիսին դեռ չի զարդարվում ամանորյա գույներով, փոխարենն այդ բացը լրացնում է գիշերային քաղաքը։ Այսօր հաստատ Նապոլեոն Բոնապարտը ռազմական գործողություններ չէր սկսի, ուրբաթ 13 համընկնումից վախենում են նաև Բիսմարկը, Ռուզվելտը, Ֆրոյդը։ Հայտնիներին իրենց սնահավատությամբ չեն զիջում հատկապես ամերիկացիները, քանի որ Նյու Յորքյան շատ շենքերում բացակայում է 13-րդ հարկը, իսկ որոշ ամերիկյան ավիաընկերություններ չվացուցակից ընդհանրապես հանել են 13 թիվը։ Հայաստանցիներից շատերն ի տարբերություն ամերիկացիների պարզվում է այսօր անգամ մոռացել էին այդ համընկման մասին։ Շատ լավ օր եմ ունեցել, այնպես որ հանգիստ եղեք, բաների հաստատություն չեմ դարձնում։ Չեմ հավատում տենց բաների, դրամ ինչ որ չեմ վերաբերում դրան։ Օր այս տարբերություն։ 2013 թվականի վերջին ուրբաթ 13-ին անգամ նորապսակներ են եղել։ Այսօր եկեղեցու մարդիկ եկան պսակադրվեցին, մկրտություն կատարվեց, երեխան 40-ից այսօր օրհնություն ստացավ եկեղեցու։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորը խորհուրդ է տալիս տուրք չտալ տարբեր համընկնումների տեր Շմավոնը նաև հիշեցնում է, որ բառը սնոտիապաշտություն ինքնին ցույց է տալիս երևույթի էությունը, պաշտել դատարկ բանի։ Մարդը պետք է իր կյանքը լցնի ոչ թե դատարկ պաշտամունքներով, այլ իր կյանքը պետք է լցնի իրական ճշմարտությունով, Աստծով։ Եթե մարդու մեջ դատարկություն չկա Աստված, բնականաբար ինչ ասես այնտեղ կարող է տեղ գտնել։ Հիշեցնենք, որ ուրբաթ 13-ը վատոր է համարվում միջնադարյան տամպլինների ջարդի պատճառով լեգենդի համաձայն 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը հրամայում է ձերբակալել տաճարականների միաբանության անդամներին։ Նրանց աճող ազդեցությունն ու հարստությունը Վատիկանը դիտում է որպես սպառնալիք։ Երկուշաբթի օրը կայանալու է նկարիչների միության համագումարը, որը խոստանում է ավելի հետաքրքիր լինել, քան թատերական գործիչներին եւ նմանվել գրողների եւ կոմպոզիտորների համագումարին։ Նկարիչների մոտ էլ կա գործող նախագահի ընդդիմություն, առայժմ իշխանափոխություն հաջողվել է կատարել միայն կոմպոզիտորներին, արդյոք դա կարող են անել նաեւ նկարիչները։ Օրվա գլխավոր թեման։ Նկարիչների միությունում մթնոլորտը անտանելի է, ակնարկում է նկարիչ Արմեն Աթանյանը։ Նա նախագահի իր թեկնածությունն է առաջադրել դեկտեմբերի 16-ի միության 18-րդ համագումարում եւ մեղադրում է գործող նախագահ Կարեն Աղամյանին ոչինչ չանելու մեջ։ Դա ընդամենը ընտրություններից ընտրություն անկապ կոմսոմոլային մտածելակերպով, սովետական հասարակարգի շարժվող մի հատ կառույց է, պրիտոմ շատ փակ։ Նկարիչների միությունն ունի 1100 անդամ, որոնցից 300-ը ապրում եւ ստեղծագործում է արտերկրում։ Որպես միության նախագահի թեկնածու շրջանառվում է 6 նկարչի անուն, որոնց թվում է նաեւ միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը։ Նրան Արմեն Աթանյանը համարում է իր հիմնական մրցակիցը։ Պարոն Աթանյանը արդեն ունի միությունը բարեփոխելու իր ծրագիրը, որը կհրապարակի հենց համագումարում։ Այսօր միայն վստահեցնում է պայքարի չի մտել աթոռակռվի համար, այլ արվեստագետին վերադարձնելու իր կարգավիճակը։ Ուղղակի լճացած հիմար իրավիճակում ենք։
Բայ իրանց որ հարցնեք, ասեն, բա մենք տարեկան 100-ը ցուցահանդես ենք բացում, 100-ը ցուցահանդես նկարիչների միությունը չի բացում։ Ցուցահանդեսները բացում են արվեստագետները։ Արմեն Աթանյանը որևէ կերպ չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ միությունը իր անդամներին ցուցասրահներ է տրամադրում 5-ից 10,000 դրամ օրավարձով։ Յուրաքանչյուր նկարիչ ամեն տարի նաև 5,000 դրամ անդամավճար է մուծում։ Ծիծաղ առաջացնող թիվ է, բայց հավատացնում եմ ձեզ, որ 85% նկարիչների տարեկան այդ 5,000 դրամը չեն կարող մուծել։ Էլուր մնաց բերեն մեկ շաբաթվա համար 150,000 դրամ փող մուծեն դահլիճի համար։ Նկարիչների միության նախագահի տեխնացու է նաև Հաղթանակ Շահումյանը։ Նա առաջադրվել է միության ողջ գործունեությունը փոխելու համար։ Առաջին հերթին ղեկավարման սկզբունքը։ Հիմա միանձնյա է գրեթե վարչությունը դերակատարում չունի միությունում, հենց այդ միանձնյա ղեկավարությունն էլ որ թերի բաներ է անում եւ բացի այդ կասկածներն են մեծ հանրության մեջ։ Կարծում է ընտրվելու դեպքում 1-2 տարում կկարողանա լուծել իր արժև դրված խնդիրները։ Միությունը իր տնտեսական գործունեությունը, եթե ճիշտ կազմակերպի, ինքը իրեն կարող է հրաշալի ապահովել նյութապես եւ նաեւ ինչու՞ չէ պետությանը օգտակար լինել։ Հաղթանակ Շահումյանը խոստանում է չանտեսել միության որևէ անդամի կարծիքը ցանկացած որոշում կայացնելիս։ Միշտ խոստումներ եղել են։ Ցավոք խոստումներից արդեն կշտացել ենք։ Աղամյանը, Հաղթոն, Արմենը, Աթայան բոլորն էլ ստեղծագործող նորմալ մարդիկ են, որն էլ նախագահ ընտրվի լավ է, բայց պիտի ուզենան նորմալ աշխատեն, թե չէ տարիներ շարունակ անգամ սեկցիաների հավաք չլինում, մարդիկ իրար երես չեն տեսնում, որ մի ընդհանուր հայտարարի կան, մի որոշում ընդունեն։ Դա գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքն է, արվեստագետի, որի անունը շրջանառվում էր նկարիչների միության նախագահի հավակնորդների շարքում եւ որը սակայն այդ լուրերը հերքում է, որովհետեւ ամենաբարձրը գնահատում է իր ստեղծագործական ազատությունը։ Ընդհանուր առմամբ, ի տարբերություն գրողների, որոնք պետք է հրատարակեն իրենց գործերը եւ հոնորար ստանան, նկարիչները կարող են գտնել մասնավոր անձանց, որոնք կցանկանան գնել իրենց ստեղծագործությունները եւ կախել իրենց տներում եւ վաճառելով այդ գործերը ինչ որ ձևով գոյատևեն։ Ցուցահանդեսները, կատալոգները եւ մնացածը իհարկե շատ ցանկալի են, բայց համենայն դեպս Հայաստանում կախված են նրանից, թե ում է հաջողվում վաճառել իր կտավը եւ որքան փող ստանալ դրա համար։ Ինձ թվում է միջին նկարիչն այսօր Հայաստանում ապրում է ավելի լավ, քան միջին գրողը կամ միջին կոմպոզիտորը։ Սփյուռքահայ զբոսաշրջիկները գնում են վերնիսաժում դրված կտավները, որտեղ պատկերված են Արարատը, Խոր Վիրապը, Գառնին եւ Գեղարդը։ Հավանաբար սպառում ունեն նաեւ տարբեր տեսակի ձիերն ու ծովերը։ Որքան է բարձր կամ ցածր վաճառվող արվեստը, պետք է դատեն մասնագետները։ Եվ ինչ դեր այս բոլոր process-ներում կարող է խաղալ նկարիչների միությունը, նույնպես խնդիր է։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է նկարիչների միության նախագահ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Կարեն Աղամյանը։ Պարոն Աղամյան, արդյոք ձեր համագումարում սպասվում են սուր պայքար, անխնա քննադատություն, փոխադարձ մեղադրանքներ, ինչպես որ դա լինում է քաղաքականության մեջ եւ որոշ այլ համագումարներում։ Լավ, որ որոշ այլ, ես հույսում եմ մենք այդ որոշների մեջ չենք, սուր քննադատություններ ես սպասում եմ եւ ցանկանում եմ սկանդալային իրավիճակներ չեմ ցանկանում եւ կարծում եմ որ չի լինի։ Սովորաբար պայքարը սրվում է նաև հանգստյան տան առկայության պատճառով, որը հավելյալ լծակ է նախագահի կամ վարչության ձեռքում եւ հավելյալ կռվախնձոր է ընդդիմության համար։ Սա չի վերաբերում Հայաստանի նկարիչների միության ունեցվածքին, քանի որ մենք ունենք շորժային մի հանգստյան տուն, որը չգիտենք ինչպես ազատվել նրանից։ Ջուրը բարձրացել է, նախ շենքերը խաթարված են եւ որից արժեք դժբախտաբար այսօր չի ներկայացնում, միայն գլխացավանք։ Ունենք հանգստյան տուն Ծաղկաձորում 16 տեղանի 5 կառույց է, 18 թվականի մալականների փայտի կառույց, ես ամեն ինչ անում եմ, որ գոնե պահպանվի, քանի որ Ծաղկաձորը սկսել է կորցնել իր դեմքը եւ այդ կառույցը միակներից է որ պահպանվել է, նա որից եկամուտ նույնպես չի բերում, քանի որ ունեցվածքը այն որակի չէ։ Շատ եմ ափսոսում, բայց գրեթե չէ։ Ծաղկաձորում հիմա գիտեք ինչքան շատ է սարքված ամեն ինչ եւ Ծաղկաձոր գնում են ունևոր մարդիկ, իսկ մեր պայմանները այնպեսին չեն, որ ունևորը գնա, իսկ նկարիչները այսօր դժբախտաբար վիճակի չեն։ Շատ ցածր գներով են առաջարկում, բայց նույնպես խնդիրը այդ պահելու։ Այնպես որ սա ավելի շատ գլխացավանք է։ Նկարիչները ընդհանրապես կարողանում են իրենց գլուխը պահեն, որովհետև ենթադրվում է, որ մարդիկ կարողանում են իրենց նկարները ծախել, եթե նույնիսկ միջին մակարդակի նկար։ Շատ ուրախ կլինի, որ այդպես լիներ։ Գիտեք, հենց այսօր մի քանի ժամ առաջ իմ մոտ եկավ մեկը, որը վերնիսաժում է մեկ
կարողանում ապրել, ես տեսա որ ուղղակի սոված է։ Ու դժբախտաբար մենք չենք կարողանում ինչ-որ բանով դա օգնել, այսպիսի վիճակ շատ-շատերի մոտ է։ Շատերը չեն կարողանում անգամ տանից պատահում է գալիս են իմ մոտ մարդիկ ասում են որ մի ամիս էլ լույս չունենք։ Չգիտեմ ինչ անեմ, ես համագումարի ժամանակ մի ծրագիր ունեմ, որը պետք է առաջարկեմ եւ կարծում եմ որ ինչ-որ փոխօգնության հիմնադրամի մի բան պետք է ստեղծենք։ Մենք մեզ պետք է օգնենք ըստ էության։ Իսկ իհարկե կան նկարիչներ, որոնք ավելի հաջողակ են բախտի բերմամբ թե շնորհքի արկայության, որոնք կարողանում են ապրոստը շատ լավ կազմակերպել, նրանց քանակը շատ փոքր է։ Այն քննադատությունը, որը հնչելու է ձեր հասցեն, արդեն հնչում է մամուլում, այդ տեղին է, թե ինչպես որ ընդունված է դարձյալ քաղաքականության մեջ ասած, դատարկ շահարկումներ են, պոպուլիզմ է եւ այլն։ Ես կարծում եմ երկրորդն եմ։ Եվ ասեմ, որտեղ հնչում են խոսքեր, որոնք օրինակ պատմեն, որ ծախեց, կերավ, տարավ, թալանեց բան, անիմաստ եւ հերորանքներ են, ստեր են։ Ես չգիտեմ ինչով են նրանք։ Գիտեք, մեր նկարիչների շատ բան է կորցրել։ Մինչև իմ նախագահ դառնալը մոտ 80% իր ունեցվածքի կորցրել ենք։ Ես չեմ ուզում հինը փորփրել եւ նորից վարկաբեկել միության անունը, բայց շահարկել այդ հին պատմությունները եւ վերագրել ինձ կամ իմ անունը մի քիչ տգեղ է։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ 10 տարի առաջ Լոռու մարզի Քարկոփի միջնակարգ դպրոցը 100 աշակերտ ուներ։ Վերջին մի քանի տարիներին նրանց թիվը հասել է 40-ի եւ պահպանվել։ Դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանի խոսքով գյուղում ծայրահեղ անապահով ընտանիքներ չկան։ Սակայն ծնելիության պակասի պատճառով դպրոցներում դասարանները երկկոմպլեկտ են դարձել։ Խորհրդային տարիներից հետո դպրոցում դիդակտիկ նյութերի եւ սարքավորումների համալրում չի նկատվել։ Խնդիր է նաեւ ֆիզկուլտուրայի դասերի կազմակերպումը։ Ֆիզկուլտուրայի դահլիճ չունենք, ուղղակի հնարավորություն եւ տեղ էլ չունենք կառուցելու այդ դահլիճը։ Կառավարությունը որոշել է 2014 թվականին Ալավերդու բյուջեն կրճատել 12 միլիոն դրամով բնակչության թվի նվազեցման պատճառով։ Ալավերդու տարբեր համայնքների բնակիչների խնդրանքով կառավարությունը պահպանեց համայնքի դոտացիոն գումարները, իսկ Ալավերդու քաղաքապետարանը անկախ ամեն ինչից որոշել է հաստիկների կրճատում կատարել իր ենթակայության տակ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում։ 2014 թվականից քաղաքում 15-ի փոխարեն կգործի 14 կազմակերպություն։ Փոփոխությունը կապված է մանկական ստեղծագործական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների վերաբաշխումը, նույն ծառայությունները մատուցելու ավելի արդյունավետ ունակություն ունեցող մշակույթի կենտրոնի եւ գեղարվեստի դպրոցի միջև Քաղաքապետարանի որոշմամբ լուծարվել է Ալավերդու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որտեղ աշխատում էր 11 մարդ։ Նրանցից 7-ի հաստիկները կրճատվել են։ Տեսախցիկից խուսափող կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանի խոսքով լուծարման արդյունքում ցանկանում են վաճառել շենքը կամ այլ նպատակի ծառայեցնել։ Քաղաքապետարանը այլ բան է ասում։ Շենքը շարունակելու է օգտագործվել իր շենքային գույքային ներուժը օգտագործվելու է։ Ալավերդիում լուրեր են շրջանառվում, որ կրճատումներ են սպասում նաև մշակույթի ոլորտում։ Քաղաքապետը հերքեց նաև այս լուրերը։ Նոյեմբերի 24-ին Լոռու Գուգար գյուղում տեղի ունեցած հրդեհից տուժած եւ անտուն մնացած 6 ընտանիքներին հիմնավոր օգնություն ցույց տալու նպատակով Վանաձորի կերպարվեստի թանգարանում կազմակերպել է դրամահավաք, որի մասին նախապես հայտարարվել էր։ Տխուր է, որ մարդիկ ունեցվածք են կորցրել, ես պատկերացնում եմ նրանց ապրումները, ծանր իրավիճակը, որում նրանք հայտնվել են, բայց միևնույն ժամանակ ինձ ուրախացնում է մեր ժողովրդի պատրաստակամությունը օգնել տուժածին։ Կառավարությունը 21 միլիոն դրամ արդեն հատկացրեց եւ կարելի է համարել, որ խնդիրը ամբողջովին լուծված է։ Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը բացահայտել է մեր երկրի թուլության եւ ճկուն դիվանագիտության միջև պատճառահետևանքային կապը։ Եվ դա ճիշտ է, նույնիսկ թույլ պետություններում թագավորները երբեմն իմաստուն որոշումներ են ընդունում։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Հայաստանը թույլ եւ քիչ ռեսուրսներ ունեցող երկիր է, այդ իսկ պատճառով մեր դիվանագիտությունը պետք է ավելի ճկուն լինի։ Взять господина Нестигриса и бросить его в ту же воду. Для меня будет большим утешением знать, что около моей дорогой Алели такой пройдоха